Ես հասկացա, որ ճիշտը խնձորն է, տեղեկատվական տարափ է ուղղակի համացանցում ու ես հասկացա, որ պիտի այս թեմային անդրադառնանք շատ պարզ խնձորներով։ Ամեն խնձորը 10%։ Հիմա ԿՊ-ն այս 100%-ի մեջ ունի մոտավորապես 30%, այսա տեսեք 3 խնձորես իրանց 30%-ն է։ Այստեղ եւ իրանց անկեղծ սատարողներն են եւ ադմինիստրատիվ ռեսուրսն է, մի խոսքով բոլորը, ովքեր պատրաստ են եւ գնալու են եւ քվեարկելու են քաղաքացիական պայմանագրին։ Երբ մենք այս 30%-ը ամբողջի մեջ ենք դիտարկում, այսինքն պատկերացնում ենք, որ բոլորը գնացին ընտրությունների, տեսեք ինքը փոքր մաս է, ինքը մեծամասնություն չի, ինքը ընդամենը 30%-ն է, բայց եթե օրինակ ընտրողների 40%, այսինքն այս 4 խնձորը չգնա ընտրությունների եւ մնան միայն ԿՊ ընտրողները եւ մնացածը, տեսեք իրանց 30%-ը այստեղ արդեն դառնում է 50%, կեսը, ու այս դեպքում արդեն իրանք կարող են ձևավորել մեծամասնություն ու մենք կհայտնվենք նույն կետում, որտեղ որ հիմա ենք։ Սա ձայների փոշիացում է եւ եկեք հիմա դիտարկենք եւս մեկ սցենար։ Մենք ունենք էլի 100% ընտրողներ ու ունենք 30% այս 3 խնձորը, որոնք ընտրելու են ԿՊ-ին։ Հիմա պատկերացրեք, որ մարդկանց մի մասը չգնաց ընտրությունների, մի մասը ընտրեց կուսակցությունների, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը։ Ի վերջո, այս դեպքում, եթե դուք ընտրում եք կուսակցության, որը չի հաղթահարում անցողիկ շեմը, մենք նույն կետում ենք էլի հայտնվում, մենք ունենում ենք այս ամբողջը, որից քաղաքացիական պայմանագրի տոկոսը դառնում է ավելի մեծ, ավելի բարձր, ամբողջը փոքրանում է, իրենց տոկոսը մեծանում։ Եթե ավելի շատ մարդ գնա ընտրությունների եւ ընտրի անցողիկ ուժի, այս իրանց 3 խնձորը իրանց տոկոսը ընդհանուրի մեջ փոքրանում է։ Եթե բոլոր մարդիկ գնան ընտրությունների եւ ընտրեն անցողիկ ուժի, իրանք կմնան իրանց 30%-ով։ Սա է ողջ իմաստը, այս չանցած կուսակցությունների ձայները ոչ վերաբաշխվում են, ոչ ըստ ցանկության տրամադրվում են անցած ուժերի, տենց բան չկա։ Պարզապես եթե դուք չեք գնում ընտրությունների, եթե դուք քվեարկում եք մի ուժի, որը անցողիկ շեմը չի հաղթահարում, դուք ընտրում եք ԿՊ։ Արդեն հասկացանք թե ինչպես։